Բարև ձեզ, այսօր լավ լուրով ենք սկսելու ազատ զրույցը, եթե պատկերավոր ասեմ, ապա տարածաշրջանում սառույցը հալվում է, տարածաշրջանում ջրերը սկսում են հանդարտվել։ Ինչ նկատի ունեմ, հայ-ադրբեջանական գործընթացում Ադրբեջանի նախագահը արդեն խոսում է խաղաղության լեզվով, հայտարարում է, որ Հայաստանի հետ սկսվել է խաղաղության մի նոր փուլ։ Եվ սրանից զատ Ադրբեջանը որոշում է կայացրել չեղարկել դեպի Հայաստան ուղևորվող բեռների տարանցման արգելքը։ Եվ առաջին բեռը ղազախական հացահատիկը շուտով կհատի Հայաստանի սահմանը։ Այս որոշումը բնականաբար ողջունում են Հայաստանում, վարչապետը մասնավորապես հայտարարել է, որ տեղի ունենում մի բան, որը ամիսներ առաջ անհավանական էր թվում։ Բայց հենց այս հանդարտվող արտաքին ֆոնի վրա ներսում կարծես թե ջրերը դեռ շարունակում են ալեկոծվել։ Ինչպես գիտեք, նախորդին ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տեր Արամ Քահանա Ասատրյանը, բայց նա որոշել է չհնազանդվել այս որոշմանը եւ դեռ ավելին առաջիկա կիրակի Հովանավանքում նախատեսում է պատարագ մատուցել։ Եվ որ ավելի կարևոր է, այս պատարագին մասնակցելու է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իսկ թե ինչ զարգացումներ կարող են լինել այս պատարագից հետո, կարելի է միայն կռահել։ Այսպիսով ստացվում է մի իրավիճակ, երբ դրսում մեզ հետ խոսում են խաղաղության լեզվով, Հայաստանի իշխանությունների հետ խոսում են խաղաղության լեզվով, ներսում պայքարի լեզվով։ Եվ այսօր փորձելու ենք հասկանալ, թե արդյոք հնարավոր է այս տարբեր հոսքերը բերել միացնել մեկ կետի մեջ, պատկերավոր ասած։ Սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, որտեղ համադրում են փաստերը, կարծիքները եւ կանխատեսումները, զրուցակիցս Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Սկսենք դրսից, հետո տեղափոխվենք ներս։ Ադրբեջանի այս որոշումը նախ հայկական բեռների տարանցումը արգելքը վերացնելը։ Ինչ գնահատականներ ունեք, սա ինչ է նշանակում Հայաստանի համար, սա միայն տնտեսական պրագմատիկ հաշվարկ է, թե քաղաքական մեծ նշանակություն ունեցող հարց։ Սա կարելի ասել օգոստոսի 8-ի կնքված այդ համաձայնագրի, նախաստորագրված պայմանագրի արդյունքն է, որը սկսել է Ադրբեջանը։ Մինչև մեր ընդդիմադիրները ասում էին, որ միակողմանի է պայմանագիրը եւ ոչ մի երկկողմանի փոխադարձ ոչ մի բան չկա եւ մենք մենակ գնում ենք զիջումների։ Բայց մենք տեսանք, որ այս քայլից հետո արդեն հասկացանք, հիմի արդեն ընդդիմությունը պետք է ասի, որ միակողմանի է եղել, այս միակողմանի որոշումը ոչ թե մեր հետ այդ որոշումն է, այլ միակողմանի Ադրբեջանն է բացում իր սահմանները բացում է մեր համար, որպեսզի մեր բեռները իրենց երկրով տեղափոխվեն Հայաստան։ Այսինքն այլ ընտրանք եղավ մեր համար, հատկապես առաջինը, որ Ցորենի տեղափոխումն է, Ցորենը մենք միշտ ներկրել ենք մի տեղից, մի երկրից, համարյա կարելի ասել։ Ուկրաինայից ենք ներկրում, բայց Ուկրաինան քան որ պատերազմի մեջ էր, դադարեցին մեր բեռները Ուկրաինայից կան, եւ մենք մեր հիմնական ցորենը ներկրվում էր Ռուսաստանից։ Եվ մենք ունեցանք այլ ընտրանք, արդեն մենք կարանք Միջին Ասիայից էլ արդեն բեռներ տեղափոխենք Ադրբեջանի տարածքով։ Իսկ հոդս ցնդեց են վարկածը, թե Ռուսաստանը ցորենը չտա, մենք սոված ենք մնալու։ Այո, եւ ընդդիմությունը միշտ է արդեն բարձրացնում էր, ասում էր, բա որ վաղը ցորեն չտա Ռուսաստանը, ինչ ենք անելու։ Հիմա արդեն մենք հասկացանք, որ ունենք անելիքներ։ Եվ դրա համար մեր քաղաքականությունը, որ բազմաբևեռ է, հենց արդյունքը սա է, որ մենք մի երկրից չպետք է կախված մնանք միշտ։ Այլ մենք պետք է բոլոր պետությունները ոնց որ հիմի բոլորի հետ ուզում ենք բարեկամություն ունենք, բոլորի հետ ուզում ենք ռազմական համաձայնություններ կնքենք։ Այս ամեն ինչը ցույց է տալիս, որ մեր քաղաքականությունը ճիշտ է եւ ճիշտ ուղիով ենք շարժվում։ Արդեն նաեւ Ալիևը առաջ ընկավ, արդեն Ամերիկային ապացուցեց, որ ինքը ավելի է քայլը ինքն անում
Բայց Հայաստանն էլ անմիջապես արձագանքեց, որ մենք հենց այսօրվանից պատրաստ ենք մեր ճանապարհները տրամադրել Ադրբեջանին, որպեսզի անցնեն այդ բեռները իրենց դեպի Թուրքիա, Նախիջևան, եւ ոչ միայն քաղաքականապես, այլև կոնկրետ տեխնիկական առումով Հայաստանը պատրաստ է բացի։ Այո, մենք քայլը կատարեց Ադրբեջանը։ Սկզբի քայլը իրենք կատարեցին։ Եվ մենք պատրաստական ենք, որպեսզի մեր տարածքներով էլ իրենց բեռներն անցնեն։ Մենք էլ մեր պատրաստակամությունը հայտնեցինք, որ մենք էլ ենք պատրաստ, որպեսզի իրենց բեռները մեր տարածքներով անցնեն։ Եվ այն, որ ասում էին, որ Հայաստանին խաբել են, Հայաստանին ճանապարհներ չեն տալու, մենակ Հայաստանն է ճանապարհ տալու, բայց բանից պարզվեց, որ առաջինը իրենք բացեցին ճանապարհը, եւ հետո մենք էլ պատրաստական ենք, որ ճանապարհը բացենք իրենց համար, որ իրենց բեռները տեղափոխեն։ Շատ լավ, իսկ խաղաղության մասով հիմա հստակ կարող ենք ասել, որ խաղաղությունը հաստատված է, թե դեռ ոչ։ Խաղաղության մասին Ալիևն էլ նախորդին էլի խոսել է, ասել է, որ Հայաստանի հետ խաղաղության մի նոր փուլ է սկսվել, բայց միաժամանակ էլի չեն մոռանում սահմանադրության հարցը, չգիտեմ։ Ինձ թվում է այդ ամեն ինչը կարգավորվելու է, քանի որ մենք արդեն տեսնում ենք օգոստոսի 8-ից իրենք միշտ խոսում են խաղաղության մասին։ Չնայած երբ որ բարձր ատյաններում միջազգային իրենք խոսում են Միջանցքի մասին, Զանգեզուրի Միջանցքի մասին էլ են խոսում։ Այսինքն ոչ թե Միջանցքի մասին են խոսում, Զանգեզուրի Միջանց ձևակերպումը հնդած օգտագործում են։ Ճիշտ է, երբեմն թրիպ են ասում, բայց նայած որտեղ ձեռետ օգտագործում են իրեն ժողովրդի համար։ Նույնիսկ ասենք մի անգամ այդ բարձր ամբիոններից մեկում մեր վարչապետը ելույթ ունեցավ եւ ասաց, որ Զանգեզուրի Միջանց գոյություն չունի եւ հերիքը էլ այդ Զանգեզուրի Միջանցքի մասին խոսակ Զանգեզուրի Միջանց արդեն պայմանավորված է, որ այդտեղ Թրիպ ուղին է լինելու Տրամփի անունով եւ այս ուղի այդ սրա մասին խոսանք մենք եւ նրանք էլ համաձայնվեցին այդ ու իրենք էլ Զանգեզուրի Միջանցքը ուրիշ ծև են մեկնաբանում, բայց այն որ չկա այստեղ Միջանցք հասկացողություն, դա միանշանակ է։ Դե ամենայն դեպս մեր համար այդ հարցը փակ պիտի լինի կարծես։ Մեր հարցը, այո, փակված է մեր համար այդ հարցը։ Եթե մենք ներսից չբզբզանք անընդհատ մեր ընդդիմությունը բզբզում է, անընդհատ ինչ որ բան է ուզում էլի նորից առաջ քաշի։ Արդեն ինձ թվում է այդ հարցը փակված է եւ այդ թեման չի կարելի նույնիսկ այդ թեմայով խոսալ, որովհետեւ չկա այդտենց հասկացողություն, միջանցք բառ չկա։ Զանգեզուրի Միջանցք գոյություն չունի։ Կա ուղի, ճանապարհ։ Սրա մասին պետք է խոսել։ Եվ այդ ուղին ճանապարհը ըստ ադրբեջանական կողմի գնահատականների 2028 թվականին արդեն բացված պիտի լինի։ Այո, իրենք նմանատիպ հայտարարություններ արել, որ մինչև 28 թվականը թե երկաթգիծը, թե մնացած բոլոր ուղիները պետք է բաց լինեն։ Եվ ինձ թվում է արդեն 3 տարի ժամանակ կա կբացվի եւ հիմի արդեն կազմակերպություններ են ցանկանում, որ ներդրումն են անեն այս ճանապարհի համար եւ դա ենթադրաբար եք ասում, թե տեղեկություններ կան այդ կազմակերպությունների մասին։ Ունեմ տեղեկություն, որ մասնակցություններ կա, ցանկացողներ կան, բայց այդ ցանկացողները ով էլ որ լինի, պետք է հայ-ամերիկյան կոնսորցիումի այդ թույլտվությամբ լինի, հայ-ամերիկյան։ Ու ինձ թվում է ավելի շատ պետություններ մասնակցեն, հիմնականում ասենք եվրոպական պետություններն էլ են շահագրգռված են բոլոր, որպեսզի այդ ճանապարհը գործի։ Խաչմերուկը բոլորին էլ ձեռնտու է։ Հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք բոլոր երկրներն էլ ճանապարհը ձեռնտու է։ Եվ այդ ճանապարհը մինչև եթե ադրբեջանցիներն ասել են 28 թվականին, երևի մենք ավելի շուտ կկարողանանք այդ կառուցել ավարտել։ Հա,
Տեսնենք, հետևենք։ Հիմա արտաքին քաղաքական այս խաղաղ ընթացքից գանք Հայաստանի ներս, տեսնենք ինչ է կատարվում, մասնավորապես վերջին զարգացումները եկեղեցու շուրջ։ Ես արդեն նշեցի, որ ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տեր Արամ Քահանա Ասատրյանը, բայց նա պատրաստվում է պատարակ մատուցել Հովանավանքում եւ Հայաստանի վարչապետն էլ մասնակցելու է։ Դուք ինչ գնահատականներ ունեք։ Սա հավատքի թե քաղաքական աջակցության ժեստ է։ Ուրեմն նախ առաջինը ասեմ, որ ոնց մեկնաբանում են, ասում են պետությունը դուրս եկե եկեղեցու դեմ եւ նմանատիպ բան միշտ շոշափում են եկեղեցու անունը։ Իրանք իրականությունը չեն ուզում հասեն, որ հոգեվորականների դեմն է, այն հոգեվորականները, որոնք խախտել են իրենց ուխտը Աստծո հետ, խոսքը դրանց մասին է։ Դրանց է դեմ, պետությունը դրանց է դեմ, որ այդ մարդիկ չպետք է իշխեն մեր սուրբ եկեղեցուն։ Խոսքը դրա մասին է։ Երբ որ եկեղեցականները խառնվում են քաղաքականության, տեսեք, օրինակ իրանք ավելի լավ կլիներ, որ ասենք իրենք կուսակցություն, մի հատ էլ իրանք կուսակցություն ունենային, բացեին այդ կուսակցությունը եւ մասնակցեին ընտրություններին։ Ոչ ոք իրենց ոչ մի բան չի կարող ասի, չէ՞։ Չէ, բայց դե այդ կողմից էլ կրոնական կազմակերպությունների մասին օրենքը դա կարծես թե չի արտունում։ Այնտեղ հստակ սահմանված է թե հայ առաքելական եկեղեցին ինչով զբաղվելու իրավասություն ունի։ Պետությունը փիլոնը դնեն, ես երևի Հա, դա փիլոնը դնեն կողքի, հա, դա ուրիշ։ դուրս գան, դառնան հասարակ քաղաքացի եւ մտնեն քաղաքականություն։ Դու մտնեն ով է իրանց բան ասե, բայց երբ որ դու եկեղեցում ես արդեն դու իրավունք չունես մտնես քաղաքականություն, բայց բոլոր դեպքերում այն տակից սկսում ես այդ գործողությունները կատարել։ Օրինակ Բաքրատ arczepiskopos, ազգանունը ոնց է Գալստանյան, Բաքրատ Գալստանյանը ասաց, որ ես սառեցնում եմ իմ գործնեությունը ու մտավ քաղաքականություն։ Բայց իր մտավ քաղաքականություն, բայց ինքը իրեն սատարում էր կաթողիկոսը եւ մնացած շատ եկեղեցականներ, որ սատարում էին։ Հիմա էլ այսօրվա դրությամբ եկեղեցականները մասնակցում են բոլոր միտինգներին, որը դեմ է իշխանություններին։ Այդ հանրահավաքները, որոնք դեմ են, իրենք նորից մասնակցում են։ Այսքան բան որ մասնակցում եք, մտեք քաղաքականություն եւ կարող է դուք հաղթեք։ Բայց եթե մնում եք որպես եկեղեցական, բայց մասնակցում եք, խառնում եք լրիվ իրար քաղաքական կյանքը, այդ լավ չի հաղթի։ Սա ընդհանուր հասկանալի է, բայց կոնկրետ եթե կանք Կիրակի օրվան ինչ զարգացումներ կարող են լինել, դե պատարակ, որը մատուցում է կաթողիկոսի կողմից կարգալույծ հռչակված քահանան, վարչապետի մասնակցություն, ինչ զարգացումներ կարող են լինել։ Փոքր դադարից հետո շարունակենք, կվերադառնանք վայրկյաններ անց։ Հիշեցնեմ, սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հետ։ Պարոն Մելքոնյան, մենք արտաքին հատվածը ավարտեցինք, եկանք Հայաստանի ներսի զարգացումներ, մասնավորապես եկեղեցու շուրջ զարգացումներ եւ եկանք հասանք ամենահետաքրքիր հատվածներից մեկին, այն է Կիրակի օրը Հովանավանքում պատարակ վարչապետի մասնակցությամբ։ Ինչ զարգացումներ կարող են լինել։ Նախ առաջինը, որ Արամ Տեր Արամը կարգալույծ է արվել, հիմի նաև նրան սատարում է, ասենք, Փաշինյանը, վարչապետը, եւ այդտեղ արդեն շատ մարդիկ արդեն կավակվեն Հովանավանքում։ Եվ հետևանքը ես չեմ կարող ասել ինչ կլինի, բայց որ Արամը միակը չի, որ դուրս է եկել, ասենք, կաթողիկոսի դեմ,
ու շատ մարդիկ այս ընթացքում ես կասեմ հարյուրավոր լավ տերհայրեր այնտեղ վանահայրեր, որ կարգալուց են արվել, որոնք նվիրված են Աստծուն միջև հիմի, բայց իրանք կարգալուց են արվել, հիմի էլ իրանք իրենց համարում են որպես հոգևորական, բայց շատ տաղանդավոր մարդիկ դուրս եկան այդպես կարգալուց արվեցին եւ շատերը թողեցին, հիմի տարել են բիզնեսմեններ եւ տարբեր գործեր են կատարում, երբ որ նրանք գնացել են Եվրոպաներս, երբ որ կաթողիկոս Արանը մեր եկեղեցին նրանց գործողել է, գնացել են Եվրոպաներում, սովորել են հրաշալի մարդիկ, որոնք ես մարդկանց գիտեմ, որոնք տիրապետում են 7-8 լեզուների եւ այնտեղից վերադառնալուց հետո անհաշտ են եղել կաթողիկոսի մերձավորների հրամանները չեն կատարել եւ կարգալուց են արվել այդ տղաները բոլոր կուսակրոն տղաներ են եղել կուսակրոն ու այդ տղաները լրիվ հիմի մեկ տարբեր գործերով զբաղվում են հիմա Կիրակի օրը ինչ կարող է լինել կարող է եթե պատկերացնենք պատարակը վերածվել այն հոգևոր հավաքին, որի մասին խոսում էր վարչապետը, որը պիտի բերեր հանգեցներ կաթողիկոսի հեռացմանը։ Բարդ հարց է։ Ես մտածում եմ, որ կարող է նաև հոգևոր հավաքը տեղի ունենա։ Եվ պատարակից զատ դե պատարակից զատ Երևակայի պատարակից զատ նաև անդրադարձ լինի նորից կաթողիկոսին, ես այդպես եմ մտածում, Երևան շուտով մի քանի օր մնացել, դուք ինչ կանխազգացում ունեք, ինչ կանխատեսում ունեք, ինչ գնահատականներ ունեք, այս process-ը միջև ուր կհասնի, իշխանության օրակարգի իրականություն կդառնա, թե Չէ, վերջ պետք է կաթողիկոսը հրաժարական տա։ Ինքը խախտել է իր երթումը խախտել է։ Ինքը պետք է հրաժարական տա եւ ամեն ինչը խաղաղվի, որ եկեղեցին խաղաղվի։ Ինքը առաջին հերթին պետք է մտածի դրա մասին, որ մեր եկեղեցին պետք է լինի միամուր, միական, մեր պետության մեջ։ Պետության մեջ նոր պետություն է ստեղծվել։ Հասկացանք, որ ասենք եկեղեցին անջատ է պետությունից, բայց նաև պետք է ինքը մեր սահմանադրությամբ շարժվի, ոչ թե ինքը ոնց ցանկանա, ինչ ուզենա այն կանի։ Վերջապես պետություն ենք, մենք թե չէ, այս խնդիրը մենք պետք է մի հատ հասկանանք։ Եթե մենք պետություն ենք, ուրեմն բոլորը պետք է ենթարկվեն այդ պետությանը։ Պետության սահմանադրության օրենքներին բոլորը անխտիր պետք է ենթարկվեն, եթե չեն ենթարկվում, ուրենք պետք է համապատասխան ձևով պատժվեն։ Այդ որ ասում եք հոգևոր հավաքը կկայանա, հետաքրքիր է այդ հավաքին ինչպես կարձագանքեն այն ուժերը, որոնք աջակցություն են հայտնել եկեղեցու օրակարգին, ներկա իրավիճակին, մեր ձևով, ասում էր մեր ձևով կմիջամտենք, ինչպեսի արձագանք սպասել։ Ես չեմ մտածում մեր ձևով ինչ-որ ինչ բաներ պետք է անի, բայց բոլոր դեպքերում իրենք էլ ամեն ինչի պատրաստում են։ Ընդդիմությունը։ Իրանք էլ երևի իրենք էլ կգնան պատարակի, բայց ոչ օհանավանքում։ Նաև ամեն կիրակի օր պատարակա նաև բոլոր եկեղեցիներում։ Դրա համար կարող են եւ իրենք այդ կիրակի օրը հավաքվել մայր տաճարում։ Հնարավոր է ամեն ինչը վերածվի ինչ-որ մեծ ճգնաժամի։ Չէ, չեմ կարծում։ Կաթողիկոսը խելոք մարդ է, ինքը տեսնում է ինչա կատարում։ Եվ կգա մի պահ, որ ինքը պետք է հրաժարական տա, որտեղ ինքը խախտել է իր պայմանը Աստծո հետ։ Տեղափոխվենք Գյումրի։
Գյումրիում տեղի ունեցող այս զարգացումների, սրացումների հետ կապված ինչ դիտարկումներ ունեք։ Դե դիտարկում չկա, գիտեք ինչն է հետաքրքիր, որ ասենք այդ մարդը պետք է հասկանար, չէ՞ որ կարան բոլորին էլ գաղտնալսեն, հատկապես իրան, որ ինքը կարծես գիտեր էլ որ գաղտնալսում է։ Բայց եթե գիտեր որ գաղտնալսում են, ինքը ո՞նց է կաշառք ուզում։ Ո՞նց է իր ենթակային ասում է, որ այսքան գումար բերեք, այդ հարցերը լուծեք, բան արեք։ Ուղղակի չի տեղավորվում ուղիղից մեջ, թե իմանալով որ քեզ գաղտնալսում են, դու պետք է տնես բան անես։ Այդպես բաներ խոս ասել։ Ու ասենք ոչ թե մենակ ինքը, այլ բոլորը։ Հետո որ այսպես ասում են, թե ամբողջ Գյումրին ոտի է կանգնելու, չգիտեմ ինչ անելու, ինչ պետք է անի, չգիտեմ, բայց բանը նրանում է, որ ինքը ամբողջ Գյումրի կողմից չի ընտրված եղել որպես քաղաքապետ։ Ինքը ընդհանուր ունեցել է 8 ձայն։ Բայց Գյումրին 33 ձայն ունեցել ավականը։ Հա։ Ինքը 33 ձայնից ավականուց ունեցել է 8 ավականի։ Իսկ այն մնացածները, որոնք այդ բանը ավականու ձայները տվել են իրեն, որպես ինքը դառնա քաղաքապետ, նաև իրանք պետք է պատասխանատվություն կրեն դրա համար, որ իրան դարձել են քաղաքապետ եւ այդ քաղաքապետը կաշառք է վերցրել։ Ըստ քննչական կոմիտեի տվյալների, ըստ գաղտնալսումների, որը դառավ իր ձերբակալության պատճառը, իրանք նաև հավասար պատասխանատու են դրա համար։ Այն մարդիկ, որ գնացել էին այնտեղ 3 կուսակցություն, իրանք ցայները տվեցին Վարդանիկի ու հիմա իրանք Գյումրի ժողովրդի ինչ պատասխան պետք է տան այն մարդկանց, որոնք ցայները տվել են ոչ թե Վարդանիկին, այլ խոսքին Մարտին Գրիգորյանին։ Հիմա Մարտին Գրիգորյանը ինչ պետք է ասի։ Այդ իր տվողները, որոնք ցայն են տվել իրան, բայց չեն հարցնի, ասի, ես ինչ արեցիք։ Եթե այդ մարդը կաշառակ էր, այդ ցայներն ինչի տվեցիք։ Այդ մարդուն սարքրեք քաղաքապետ ու այս օրին գցեցիք այդ մարդուն։ Նաև այս բանը կայնես չի, որ ամբողջ Գյումրի ժողովուրդը ընտրել է Վարդանիկին եւ հիմի պետք է ոտի կայնի, չգիտեմ, կոչեր են անում, գնանք Երևան, գնանք չգիտեմ որտեղ, բանը Գյումրին անկախ պետությունն է, անկախ պետություն են հռչակե։ Դե անկախ պետությունով է հռչակել։ Իրանք ասում են Գյումրին անկախ է։ Չէ, ինքնուրույնության մասին էին խոսում, որ իշխանությունը փորձում է խախտել ինքնուրույնությունը, հիմքում երևի թիմ օրենքը։ Ես լսել եմ անկախ բառը, հա, ես չէի լսել, ճիշտն ասած։ Դրա համար ինձ թվում է ամեն ինչ, նաև ժողովուրդը պետք է հասկանա, այս ամեն ինչը, որ չի կարելի ինչ որ բաներ կատարել։ Մարդը կաշառք է վերցրել, մի թող պատասխան տա իր արարքի համար։ Դե չի էլ հասցրել վերցնել։ Չգիտեմ, հասցրել է, չի հասցրել։ Դա արդեն իսկ իշխանության կողմից սա ինչ էր։ Պայքար կոռուպցիայի կաշառակերության դեմ, թե քաղաքական հաշվարկ, քաղաքական պայքար կապված թիմ։ Ինչ քաղաքական խնդիր կա այդտեղ։ Չգիտեմ, հարցնում եմ։ Քաղաքական խնդիրներ ուրիշ բաներ կստացվեր։ Ինքը ամեն ինչ ասել է, թե վարչապետի ասեցին, թե իշխանությունների ասեցին, թե բոլորի ասեցին, խոսում էր աչուծաղ։ Նույնիսկ պետության դեմ էր գնում ինքը։ Միասնական պետություններ կոչ անում, առանց Ռուսաստանի մենք ով ենք, ինչ կարանք անենք։ Այս կոչերը ինքը արել էր, եթե այդ քաղաքական կոչերն արել է, իրան ոչ մի բան չեն ասել, որևէ մեկը ինչ որ իրան բան ասել է։ Դե ասում էին, որ իշխանությունները իշխանության դեմ է։ Ճնշել են իշխանությունները իրան, ինքը որ խոսել է, այդ ամեն ինչ ասել է, ճնշվել է իշխանության կողմից։ Ինքը կաշառք է վերցրել, կաշառքի այդ մասով էլ իրեն գործողություններն իրեն։ Այդ գործողությունների դրա համար իրան կալանավորել են։ Հիմա քննությունը կպարզի ինքը ճիշտ է, թե վերցրել է, թե չի վերցրել, թե ճանապարհին եղե վերցնելու,
այդ ամեն ինչ արդեն քննությունը կպարզի ու ամեն ինչը կընկնի իր տեղը։ Ժողովուրդը թող համբերություն ունենա, մեր ժողովուրդը, որ բան անի։ Տենա վերջը ոնց է ավարտվելու։ Իսկ Գյումրիում իշխանության հարցը ինչ որ փոփոխություններ կարող են լինել ու հասկանալի է, հիմա որոշում կա, որ նրան եւ Էլի Պաշտոնյաների ճարտարապետին կարծեմ լիազորությունները կասեցված են։ Հա, կասեցված են։ Հա, հիմա փոխքաղաքապետը պիտի ստանձնի, բայց այդ պարտականությունները հետագայում ինչ որ փոփոխություններ, ինչ որ զարգացումներ կարող են լինել։ Չգիտեմ, նոր ավականին նոր քաղաքապետ ընտրի կամ ընդհանրապես ավականին լուծարվի նոր ընտրություններ լինեն։ Այս մասով կուսակցությունում քննարկումներ կան, թե չէ։ Չէ, քննարկումներ չկան, այդ թեմայի շուրջ ոչ մի խոսակցություն չկա, այնպես որ ոնց որ կարգն են, հենց էլ կլինի։ Օրենքի սահմաններում։ Ինչ է կարծում ես առաջիկա ամիսներին ինչ սպասել ոչ միայն Գյումրիում, այլև ընդհանրապես Հայաստանում ներքաղաքական դաշտում։ Ընդդիմությունը ակտիվանում է, վերատասավորվում է, նոր բևեռներ են ձևավորվում, երբեմն ասում են նոր հոսքեր հին մեթոդներով։ Չէ, հիմի արդեն կենտրոնանում են փողի շուրջ, որտեղ որ գումարներ կա, ասենք, որ կուսակցությունում գումարներ կա, այն մնացածը շուտ արդեն գնում են այնտեղ որտեղ գումար կա, կենտրոնանում են այդ գումարների շուրջ։ Ինչքան որ կուսակցությունը որ կուսակցությունը կդառնա լիդեր, ուրեմն նշանակում է դրա գումարները շատ են։ Չգիտենք որտեղ են շատ, արդեն գումարների շուրջ պետք է կենտրոնացվի, ճամբարները։ Արդեն այդտեղ այս ձեր ասած 3 ամսվա ընթացքում արդեն կերևա, թե քանի օջախ է ստեղծվելու։ Դուք մոտավոր գնահատական ունեք, թե քանի օջախ կստեղծվի։ Մի 4 օջախ։ 4 օջախ։ 4 մի հատ էլ, չէ, 4 օջախ։ Մի հատ էլ ինչ։ Կարող է մի հատ էլ ստեղծվի։ Հա, ասիկա 4-ից 5։ 4-ից 5։ Եվ այս բոլորը ավելի շատ ռուսական, պայմանական ասած ռուսական կողմնորոշման։ Միանշանակ։ Միանշանակ։ Ռուսաստանը հանգիստ չի մնալու։ Չէ, Ռուսաստանը ո՞նց կարող հանգիստ մնա։ Ռուսաստանը եթե վերցնենք այս 7 տարիների ընթացքում 7 տարիների ընթացքում մեր իշխանությունները Ռուսաստանին ինչ որ մի բան ասել են կամ Ռուսաստանին վատ են վերաբերվել մինչև 20 թվականը ոչ ոչ 20 թվականից հետո մենք տեսանք ինչ կատարվեց մեր գլխին նոր մենք արդեն հասկացանք որ այդ մի պարանի վրա չի կարելի ցախերը լրիվ դնել պարանի վրա հիմա մենք նորմալ քաղաքականություն ա տարվում հետո մինչետ իրանք էին մեր մոտ նշանակումներ կատարում պաշտոնների ասենք ում որ նշանակել են մեր մոտ նախագահան ենթարկվել է Ռուսաստանին ու իր ամբողջ բոլոր նախարարներին նշանակելուց նախագահը հարցրել է մեծ աղբորից թե սրան ենք ուզում տնենք չէ լավ չէ մյուսին բերեք դրեք հա ու այդ ձևի շարունակվել է հիմա իրավիճակ է փոխվել հիմա իրավիճակը փոխվել արդեն մենք ենք մեր նախարարներին նշանակում մենք ենք պահանջում նույնիսկ եթե այդ նախարարը վատնա հանում ենք եթե կաշառակերա դատում ենք այս ամեն ինչը արդեն մենք ենք որոշում մեր երկրի ճակատագիրը ուրիշների չենք սպասում թե ինչ հրահանգներ պետք է տան մենք ինչ հրահանգներ պետք է կատարենք շնորհակալ եմ զրույցի համար հետևենք իրադարձությունների զարգացումներին լավ կլինի ունենք մի իրավիճակ երբ որ դրսում հանդարտվում է ներսում դեռ սրացումները շարունակվում են բայց պետությունը ուժեղային ժամանակ երբ կարողանում է կառավարել բոլոր այս հոսքերը ներսի եւ դրսի չգիտեմ քաղաքականության արժեքների խոսքի եւ հավատքի սա ազատ զրույց Free News-ի եթերում լավ մնացեք կհանդիպենք